Ինչ վերաբերում է Վեդիի դեպքին, Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Դուք այդ գործերին, ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ եւ այդ աղբյուրներին, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված եւ իհարկե այդ բանի անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք եւ համակարգից կհեռացնենք, այսինքն այդ գործերը մի մասին հեռացրել ենք իդեպ արդեն։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել ենք։ Դուք եք գնացել հետա Դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները աշխատանքը չկատարեին իրանց, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։ Եվ մնացած ընթացքը իրավական կապահովի, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, «Էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, էս եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն»։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել, որովհետեւ ես վախենամ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, ովքեր տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում եւ նրանք անընդհատ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ եւ ես այս փաստերը ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հաճախ հանդես են գալիս հաճախ չէ, որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։ Ես ուզում եմ հիշեցնել նաև նախկին իշխանության ձեզ հայտնի շրջանակների հետ կապված ինչ դեպքեր են եղել, որոնք հետագա հովանավորության ներքո ինչ պրոցեսներ են տեղի ունեցել։ Եվ հետևաբար մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք։